շրջանակներում ուզում եմ խնդրել, որպեսզի դուք ընտրական օրենսգրքի հավանաբար 23-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը նայեցիք։ Հիմա դուք ձեր իսկ տված պատասխանների շրջանակներում շարունակում եք պնդել, որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կուսակցությունների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների անվանումների օգտագործումը բացասական լույսի ներքո, այն է, քրեական վարույթների շրջանակներում, որպես իբրև թե կոռուպցիոն սխեմաների մշակող եւ այլն, քարոզչություն է, թե ոչ, ընտրական օրենսգիր 23-րդ հոդված առաջին մաս 3-րդ կետ, որտեղ գրված է արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպում իրականացումը քննիչական մարմինների աշխատողների կողմից, քննիչների կողմից։ Խնդրում եմ պատասխանեք հիմա այդ այս կոնկրետ հարցադրմանը։ Բարձր դատարան պատասխանը։ Նախ մի արձանագրում նախորդ պատասխանի հետ կապված ես հարց չի տալ, ճշգրտում եմ, որպեսզի ձեր հարցին կարողանամ ճիշտ արձագանքել։ Կա վարութային ակտ ձեր նշված դեպքերով, դուք եք առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրել, այն այլ պատշաճ իրավական ընթացակարգով չեք վիճարկել, այսինքն ընդունելի եք համարել հակակոռուպցիոն կոմիտեի տեսակետը, ենթադրյալ ընդունելի եք համարել։ Բացի այդ, չնախաձեռնվածներից մեծ մասով իրականացնում է օպերատիվ ստուգում եւ վաղը դեռևս վերջնական գնահատական տալ։ Ես չեմ կարող նշել այս դեպքով իրականացնում է թե ոչ, բայց մեծամասամբ իրականացնում է։ Եվ վարութային ակտը դուք նշում եք, որ այստեղ չպետք է քննարկվի քրեադատավարական կոնցեպտ, վարութային ակտի հետ կապված, բայց վկայակոչում եք վարութային ակտից եւ փորձում եք ստեղծել հանրային ընկալում, որ հակակոռուպցիոն կոմիտեն որևէ ապօրինի գործողություն է իրականացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարելով քրեական դատավարության օրենսգրքով կայացրել է վարութային ակտ։ Այդ վարութային ակտը որևէ կերպ չի վիճարկվել։ Սա առաջին մասում։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, պարոն Մինասյան, դուք նշեցիք հրապարակումները, նորից եմ կրկնում, հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումները բացառապես կրել են իրավական եւ կանխարգելիչ նպատակ։ Լատենտային հանցագործություններ, ինչպիսիք են կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները, քրեաբանության մեջ վաղուց ընդունված է, որ միայն դեպքի բացահայտումը, կոնկրետ անձի պատասխանատվության հարցը լուծելը բավարար չէ։ Այստեղ առանցքային նշանակություն ունի հանրային կանխարգելիչ ազդակ ստեղծելը, որը հասցեագրված է ողջ հասարակությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեին չէր կարող վերաբերելի լինել ոչ ձեր գրությունը, ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրությունը, որտեղ հակակոռուպցիոն կոմիտեի հանցագործների կանխարգելումը չի կարող նույնացվել քարոզչության հետ, ոչ տրամաբանական, ոչ լեզվաբանական, ոչ իրավաբանական իմաստով։ Ինչ վերաբերում է, մի վերջացնեմ։ Նաև չկա հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումների վիճարկման մասով որևէ ակտ, չկա որևէ ուժ, որ որևէ դատավարական ընթացակարգով վիճարկած լինի հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված տեսագրությունները։ Այստեղ խոսվում է անմեղության կանխավարկածի խախտում, վախի մթնոլորտ, այլ ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ հանրային ընկալում է փորձառուն ձևավորել։ Կա որևէ տեսանյութ, որ որևէ եղանակով վիճարկել է։ Չէ, մենք դուրս ենք հարցի շրջանակներից, ես խնդրում եմ ձեզ, այդ մտքերը, որ կարևոր է, դուք ձեր եզրափակիչ խոսքում անպայման հիշեք դրա մասին, բայց հնարավորություն տանք պարոն Մինասյանին, որ շնորհակալ եմ, հարցը դատարան, որովհետև ես տպավորություն ստացել, որ պարոն Մինասյանը հարցի պատասխանը ստացել էր, թե հստակեց նպատակը։ Այս հարցի նաև նպատակը հարցը դատարան, մեր դիմումի առանցքային հատվածն է, որ գործող իշխանությունը փոխարինել է պետությունը իրենով եւ բոլոր մարմինները դարձել են գործող կառավարության սպասարկող գործող իշխանության, քաղաքական իշխանության սպասարկողներ եւ դրա շրջանակներում է որ լուսաբանենք հիմա մենք մեր վերածվեց քաղաքական ելույթին, եկեք հարցեր տանք։ Խնդրում եմ, դուք 250 անձի վերաբերյալ ձեր հաղորդման մեջ նշել եք, որ ու բաշխել եք 182 մեղադրյալ ուժեղ Հայաստան, 54 մեղադրյալ Բարգավաճ Հայաստան, 20 մեղադրյալ Հայաստան կուսակցությունների դաշինք, երկուսներ չգիտեն ինչ է, որտեղ չկա որևէ։ Քաղաքացիական պայմանագրի աջակիցներից, կուսակցականներից որևէ մեկը կա, թե չկա։
ձեր մոտ վարույթներ իրականացման շրջանակներում որևէ ձևով առնչություն ԿՊ-ի կա թե չկա։ Այո կամ ոչ։ Խնդրում եմ այս հարցը պատասխանեք եւ ես պարզապես Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում է հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների որպես անմիջականորեն գործող իրավունք, խնդրեմ այդ կոնտեքստում նաեւ պատասխանեք հակակոռուպցիոն կոմիտեի սահմանափակմանը։ Այսքան։ Բարձր դատարան փորձ արվեց հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը ներկայացնել բաշխումով։ Ոչ թե մենք ընդհանուր թիվը բաշխենք 100 հոգի ուժեղ Հայաստան ներկայացնենք 80 հոգի այդպես, ոչ։ Դրանք քրեական վարույթի փաստական տվյալներ են։ Երբ որ այսօր կա 8 տեխնատու, որի անձնամխելիությունը հաղթահարվել եւ կա հանրային քրեական հետապնդում 3 քաղաքական ուժերից։ Կան շտաբի պետեր, որոնք եւ իրեն կան նաեւ ցուցմունք, որ հենց ինքն է ընդունել այդ կուսակցության համակիրը։ Եվ կան համակիրների ցուցմունքներ, ովքեր գումարը բաժանում են կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու համար։ Հիմա սա կուսակցության հետ վերաբերում է թե չի վերաբերում։ Սա առաջին մասով բաշխումը ուղղակի թվային բաշխում չի արած։ Դրա հիմքում դրված են փաստեր։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ։ Ես 3 իմ ելույթում ասացի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կամ համակիրների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթ չկա եւ իրավապահ մարմնի աշխատանքի որակը նույնացնել սեփական ակնկալիքների հետ դա իրավապահ մարմնի աշխատանքի գնահատման դասական սխալներից մեկն է։ Շնորհակալություն պարոն Բոյան, Խնդրենք մենք ժամանակ հատկացնել։ Քանի որ մեր պատասխանները տեսակ